Նազիկ տատ բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ենք։ Ոչ շնորհակալություն լավ եմ։ Ոտքերը մի հատնենք տատ։ Իրանք փնտրում են ոչ թե մենակ բժիշկ, այլ մարդ, ում հետ իրանք կարան կիսվեն։ 5 տարի է հրազդանցիները գտել են իրենց սրտի բժշկին ու հետն էլ բժշկուհուն Մանկաբույժ Գրիգորյանին։ Նայր ավտոմոբիլը։ Ոչ ես չեմ ուզում դու լացես, այլո եմ անում, այլ ուրիշ բան չեմ անում, անուշս։ Հեսա, Մենակ կիսնում քեզ, սպասի։ Շատ հաճախ հենց այդպես ասում եմ, ես բնիկ հրազդանցի եմ, ես էլ չեմ մրսում։ Հրազդանի ցրտին հարմարվելը երիտասարդ զույգի համար թերևս ամենադժվար, գուցե նաև միակ խնդիրն էր։ Համենայն դեպս հիմա այստեղ ամեն ինչ այնքան հարազատ է դարձել, որ որևէ լուրջ դժվարություն այլևս չեն հիշում։ Ծրագիրը մեր համար գուցե սուբյեկտիվորեն այնքան լավ է ստացվեց, որ բացի նրանից, որ աշխատանքներ լավ է ու չգիտեմ, Հրազդանը հիմա կարող մեր ամենասիրելի քաղաքն է դարձել, Հրազդանի հիվանդանոցն էլ ամենասիրելի վայրն է դարձել։ Ընտելացել ենք, շատ կազմակերպված ապրում ենք, մողոքներ չկան, այնքան ենք հարմարվել, չգիտեմ, գնալու ենք արդյոք թե ոչ։ Իսկ 20 օրից լրանում է ժամկետը, միջև որի ավարտը Առողջապահության նախարարության նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրով Հրազդանի բժշկական կենտրոն գործուղված բժիշկ Գևորգյանն ու բժշկուհի Գրիգորյանը պետք է մնային ու աշխատեին Հրազդանում։ Ու երբ որ արդեն պետք է օրդինատուրայի դասերը սկսեին, զանգահարեցին նախարարությունից, ասացին, որ հենց տեսել են, որ մենք մի քանի հոգով հենց բավականին լավ արդյունքներ ունենք, բայց քանի որ տեղերս համանախակ են եղել եւ այլն չեն կանցել անվճար համակարգ օրդինատուրայի, ու առաջարկեցին այս ծրագիրը, ես եւ այդ ժամանակ ապագա կինս որոշեցինք, որ երկուսս էլ փորձենք դիմել այդ ծրագրին ու իրար հետ գնալ եւ ավանձին ապրելու, հա, մեր երիտասարդ տարիները, համ ավանձին կայանալու, համ աշխատելու միտեղ, որտեղ որ ամեն ինչ նոր է, նոր փորձություններով, նոր հետաքրքրություններով։ Երիտասարդ մասնագետները նկատում են հատկապես մարզերում եւ հատկապես ավագ սերունդը սիրով է սպասում նոր մոտեցումների, թարմ մտքի ու նոր սերնդի մասնագետներին։ Լավ է, որ երիտասարդ եք, ես հիմա երիտասարդներին ավելի շատ եմ վստահում։ Հենց հրազդանցիների վստահությունն է, որ կրկնապատկում է պատասխանատվությունը, ասում է բժիշկ Գևորգյանը, որը 5 տարում հասցրել է նորավարտ օրդինատորից դառնալ Հրազդանի բժշկական կենտրոնի թերապիայի բաժանմունքի ղեկավար։ 5 տարիները տվել են մեծ ինքնուրույնություն, տվել են առանց ավագ գոլեգաների ու հուշարարների աշխատելու մեծ փորձ։ Ես չեմ ուրանում նաև այն մարդկանց, իմ չգիտեմ, ավագ գործընկերներին, իմ պրոֆեսորներին, ովքեր ինձ ուսուցանել են ու ինձ տվել են հնարավորություն ու իրավունք իրանց ամենադժվար պահերին զանգահարելու, խորհրդացնելու։ Թերապիայի բաժանմունքում ստացիոնար բուժում են ստանում սոմատիկ գրեթե բոլոր հիվանդությունների դեպքում, թոքաբորբից մինչև նյարդաբանական խնդիրներ, սրտի անբավարարությունից մինչև երիկամային խնդիրներ։ Այս բաժանմունքում են ստացիոնար բուժում ստանում նաև երեխաները։ Անխոս մեծ մաս դեպքերում բալիկները լավանում են հենց այստեղ, հսկողության տակ, ու քանի որ փոքր մարզ է, փոքր քաղաք է, այսպես ասեմ, հա, շատ արագ լուրերը տարածվում են, մարդիկ իրար փոխանցում են, որ գիտեք, այստեղ էլ պարկեցինք, լավացանք, մեր տանն էլ մոտ էր, մեզ ավելի հեշտ էր, թեկուզ նույն խնամողին սնունդ հասցնելը, եկեք մի հատ փորձենք այստեղ։ Կարծում եմ, որ դեռ բողոքներ չեն եղել։ Բաժանմունքում աշխատում են բժիշկ նյարդաբաններ, թերապևտներ ու մանկաբույժներ, վստահեցնում են ախտորոշիչ հետազոտությունների համար էլ այլևս Երևան ուղեգրելու կարիք չի լինում։ Իսկ Հրազդանից գնալիս կուտակած փորձից բացի հետները տանելու եւս մեկ կարևոր բան ունեն երիտասարդ բժիշկները։ Անցնում էինք, մտանք, տենանք ոնց եք բժիշկ ջան, այդ ջիգյալը վստահ եմ, որ Երևանյան առաջատար կլինիկաներում հաստատ չեն ունենում։ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն։